Մամուլում տեղեկություն կա, հա, ներողություն եմ։ Սամվել Կարապետյանի եղբորորդու եւ փաստաբանի Ամստերդամի Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցից հետո դուք հանձնարարել եք ձեր աշխատակազմին մեկ այլ հարցազրույց կազմակերպել ամերիկյան մեկ այլ հայտնի լրագրողի հետ, որովհետեւ եկեղեցու դեմ այսպես սկսված այս գործողությունները շատ ծանր են տարել, այսինքն Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել, քանի որ լրագրողը շատ հայտնի է եւ իդեպ ասում են Թրամփի որդու Հայաստան չգալը չեղարկվել է հենց այդ հարցազրույցից հետո, ինչ կարող եք ասել, այդպիսի հանձնարարական կա, որպեսզի դուք ամերիկյան հայտնի լրագրողներից մեկի հետ փորձեք բարձրաբանել իրավիճակը։ Հարգելիներս, նախ սկսեմ նրանից, որ այսօր մենք բազմաթիվ միջազգային, այդ թվում ամերիկյան լրագրողներից հարցազրույցի հայտեր ունենք, բայց ինչպես տեսնում ենք, նախընտրում ենք հարցազրույց տալ հայաստանցի լրագրողների։ Ես նկատի ունեմ, եթե ձեզ թվում է, թե պետության ղեկավարի համար մեծ բարդություն է միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, այդքան էլ ճիշտ չի ձեր պատկերացումը։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխան։ Ոչ միայն չկա նման հանձնարարական, այլև չկա եկեղեցու դեմ արշավ, ինչպես դուք ինքներդ եք ասում, որովհետև ինչպես ես ասել եմ, Հայաստանի այդ ծառայելական Սուրբ եկեղեցի իմ սրբությունն է, իմ եկեղեցին է, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մկրտված են Հայաստանի ծառայելական Սուրբ։ Ինչու երեխաների հետ չի գնում այդ ձեր ասած Սուրբ։ Գիտեք ինչ, իմ երեխաները նրանցից առնվազն մի քանիսը գնում եւ գնացել են այն պատարակներին, որտեղ տեսախցիկներ չկան, որովհետեւ նրանք նախընտրում են իրենց հոգեվոր կյանքը ապրել իրենց հոգեվոր կյանքի տրավմանության մեջ։ Մեկը գնում, մյուսը չի գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Թրամփի որդու գիտեք, մենք նման այցի վերաբերյալ հայտարարություն չենք արել, ով հայտարարություն արել է բարձրաբան, որովհետեւ ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար դա եղել է լրատվություն եւ ով որ այդ լրատվությունը տարածել է, թողնա բարձրաբանի։